Բարև ձեզ, եթերում հիմնահարցն է, այսօր հյուրընկալել ենք ազգային ժողովի պատիվ ունեմ խմբակցության ղեկավար Հայկ Մամեջանյանին։ Պարոն Մամեջանյան, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Պարոն Մամեջանյան, վերջերս եք վերադարձել ԵԽԽՎ նստաշրջանից, որտեղ իթիվս այլ հարցերի բարձրաձայնել էիք Բաքվում պահվող մեր հայ գերիների խնդիրը, նույնիսկ կոչ էիք արել նրանց չթողնել բռնապետի հետ մենակ։ Ինչ տպավորություն ունեք առհասարակ այդ քննարկումից, այդ դիսկուսիայից, ունի արդյոք այդ կառույցը շահագրգռվածություն, քաղաքական կամք եւ որ ամենակարևորն է հնարավորություն ինչ որ կերպ նպաստելու մեր հայրենակիցների վերադարձին։ Տեսեք, տրամաբանությունը հետեւյալն է։ Ես չեմ ցանկանում վերլուծել թե ԵԽԽՎ-ի այս պահին ազդեցությունը կբավարարի արդյոք ապահովել մեր հայրենակիցների վերադարձը։ Մանավանդ հաշվի առնելով այն փաստը, որ Ադրբեջանի պատվիրակությունը չի մասնակցում ԵԽԽՎ նիստերին, դեռևս անցյալ տարի իրենց credential-ները, այսինքն մանդատները, այսպես ասած, չեն հաստատվել դեռևս մինչև խորհրդարանական ընտրությունները, ոչինչ չի փոխվել խորհրդարանական ընտրություններից հետո, մի խոսքով խոսել վերադարձի մասին այս պարագայում իմ ելույթի հետ այդ կապված չէր, որովհետև այդ պահանջը, այդ ցանկությունը, այդ խնդրանքը մենք հնչեցնում ենք բոլոր հարթակներում, այդ թվում նաև ԵԽԽՎ-ում։ Կոնկրետ այդ ելույթը շատ ավելի փոքր ակնկալիք, շատ ավելի ցածր ակնկալիքներ ունեցող խնդրանք էր, ու ես խնդրանք բառը հատուկ եմ օգտագործում, որովհետև հենց ելույթի մեջ էլ այդ տրամաբանությունն էր դրված։ Խնդրանքը հետևյալն էր. պատվիրակել ԵԽ անդամ երկրներին իրենց դեսպաններին Բաքվում, որպեսզի գնան եւ այցելեն մեր հայրենակիցներին, մեր տղաներին։ Բացարձակ հումանիստական, մարդասիրական առաքելություն, ընդհանրապես Կարմիր խաչի Բաքվի գրասենյակի փակումից հետո լինի մեկ միջազգային խողովակ, որով առաջին հերթին բարեկամները եւ մենք բոլորս որ անհանգստանում ենք մեր տղաների, մեր հայրենակիցների համար, իմանանք իրենց որպիսության մասին, այդքան։ Այսինքն այն ինչ որ դուք ասում եք, դա շատ ավելի մեծ ակնկալիք է, ես շատ ավելի փոքր խնդրանք էի այդ ելույթում անել, այն ինչի մասին դուք ասացիք, բազմաթիվ այլ ելույթներում եւ ոչ հանրային խողովակներով փորձում ենք հասցնել։ Քանի որ դեռևս մենք դրա արձագանքը դրական չունենք, ես չեմ ուզենա ի սկզբանե ասել, թե ինչ ակնկալիքներ եւ այլն կան։ Համենայն դեպս խնդրանքը հնչեցված է, որը վերաբերվում էր թե ԵԽ գլխավոր քարտուղարին, թե ԵԽԽՎ նախագահողին եւ թե անդամ երկրներին։ Նմանօրինակ խնդրանքով ես այս տարվա սեպտեմբերի 19-ին դիմել էի Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարին, ԵՄ դեսպանին, այսպես ձևակերպենք, դեսպան Մարագոսին։ Վերջերս ստացել եմ պատասխանը, որը այդ խնդրանքը կապում էր հայ-ադրբեջանական հարաբերությունների, ընթացող բանակցությունների, գործընթացների հետ, այսինքն որևէ շոշափելի բան այդ ուղղությամբ դեռ չունենք։ Ձեր կարծիքով ինչու են արևմտյան քաղաքական գործիչներ եւ կազմակերպությունները միշտ հումանիտար բնույթի հարցը կապում միջպետական հարաբերությունների քաղաքական խնդիրների կարգավորման հետ։ Գիտեք, ես ձեր հետ այդքան էլ չեմ համաձայնվի, հեսա բացատրեմ ինչի։ Դա միշտ չի, որ այդպես է լինում։ Հակառակը շատ ու շատ կոնֆլիկտների պարագայում հավաքական արևմուտք տերմինը հակագիտական է, բայց արևմտյան երկրները, այսպես ձևակերպենք, շատ հաճախ գնում են փոքր հաղթանակների տրամաբանությամբ, որ մեծ կոնֆլիկտը լուծել չենք կարող։ Լավ, եկեք սպասեք, այս փոքր հարցը լուծենք, որպես կանոն այդ փոքր հարցը մարդասիրական հարցեր են։ Դուք ճիշտ եք, բայց մենք մեր իրավիճակում դա չենք տեսնում։ Էդ եմ ասում։ Այլ է պատմությունը մեր պարագայում։ Եվ դրա կա մի բացատրություն։ Ու այդ բացատրությունը շատ պարզ է։ Իմ բոլոր միջազգային շփումների ժամանակ խորհրդարանական դիվանագիտության, կուսակցական դիվանագիտության իմ գործընկերների ընդդիմադիր շփումների ժամանակ, երբ որ դիմացի կողմը մի կռվանները ավարտվում են, մենք միշտ լսում ենք նույն նախադասությունը։ Քանի որ երկիրը ներկայացնող անհատը այդ պահանջը չի դնում, դե իրանցից ակնկալել, որ իրանք մեզանից ավելի հայրենասեր են լինելու, կարծում եմ, որ նաիվ է։ Գիտեք, ես միշտ դեմ եմ այդ տարբերակին, որ այս կամ այն
երկրի առաջնորդը կամ միջազգային կառույցի ղեկավարը, որովհետեւ բան է անում, որ այդքան էլ մեզ դուր չի գալիս, ու մենք սկսում ենք բողոքել իրենից։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները ես Ամերիկայում ընտրությունների չեմ մասնակցում, Ռուսաստանում էլ չեմ մասնակցում, եվրոպական երկրներում էլ չեմ մասնակցում։ Այդ մարդիկ ինձ հաշվետու չեն, բացարձակ հաշվետու չեն։ Այ ինձ հաշվետու է Հայաստանի Հանրապետության կառավարիչը, ընդ որում թե որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացու եւ թե որպես ազգային ժողովի պատգամավորի։ Դա է պատճառը, որ մենք փորձում ենք անդադար բացատրել, որ ցանկացած խնդրի վերջնարդյունքը, խորը պատճառը հենց Փաշինյանի վարած քաղաքականությունն է։ Հետաքրքիր է, օրինակ եվրոպական երկրները եւ կազմակերպությունները կուզենան Հայաստանում իշխանություն փոխվի։ Ինչու եմ սա հարցնում, որովհետեւ վերջին Նիկոլ Փաշինյանի ելույթի ժամանակ որևէ անհարմար հարց նրա հասցեագրված չհնչեց ըստ էության։ Իմիջիայլոց այստեղ նաև որոշ ընդդիմադիր գործընկերներ, բայց ձեզ հետ ոչ համակարծիք շատ հարցերում տարաձայնություններ ունեցող գործընկերներ, բայց ելի ընդդիմադիր ասում են, որ ընդդիմությունը օրինակ լավ չի կատարել իր տնային աշխատանքը, դրա համար Նիկոլ Փաշինյանի համար անհարմար հարցեր չհնչեցին։ Շատ լավ։ Նախ եկեք փաստենք, որ փաստացի հարցերի փուլին մենք չհասանք։ Փաշինյանն այնքան երկար ելույթ ունեցավ ու հաջորդիվ ԵԽԽՎ-ում ընդհանրակարգը հետևյալն է։ Սկզբից 5 ֆրակցիաներն են ԵԽԽՎ-ի ֆրակցիաները, ԻՊՊ-ին, կոնսերվատորները եւ այլն։ Ֆրակցիաների կողմից նշանակված հարց տվողներն են հարց ունենում, ելույթներն են ունենում տրամաբանությամբ։ Հետո նոր սկսում է ցուցակը աշխատել։ Ցուցակին նույնիսկ չհասանք։ Այսինքն ընդհանրապես ֆրակցիայի ներկայացուցիչներն են հարցեր տվել, ես ճիշտ ասած այդպիսի դեպքեր ճիշտ ասած չեմ հիշում, բայց ապահով լինելու համար ասեմ գրեթե չեմ հիշում։ Այդ մեկ, որովհետև ինքը ամեն հարցի ժամանակ եւս մեկ ելույթ էր ունենում, ընդ որում իմ կողքը նստած էին այլ երկրների պատվիրակները, որոնք իրար մեջ բարձր զրուցում էին, ես դրա մասին նաև ստատուս եմ գրել, ու ասում էին ամեն հարցի ժամանակա ելույթ ունենալու առանձին։ Նույնիսկ եղավ մի պատգամավորը, որ պահանջեց այսուհետ ռեգլամենտ սահմանել, բայց դա այլ դրդապատճառներ էլ ուներ։ Հիմա եկեք անդրադառնանք այդ մեղադրանքներին։ Ես բացարձակ չփորձելով խուսափել պատասխանատվությունից, որովհետև մենք խոստացել ենք հեռացնել Նիկոլ Փաշինյանին։ Քանի դեռ մտնում ես Prime Minister AM ու տեսնում ես Նիկոլ Փաշինյանի դեմքը, մենք մեր նպատակին, մենք մեր խոստումը չենք իրականացրել։ Այստեղ երկար բանավեճ չի ծավալվելու, բացարձակ։ Բայց խնդրում եմ բոլորը հավատան իմ խոսքին, որ չի եղել այնպիսի դեպք, որ Հայաստանում որևէ հակաիրավական, հակաժողովրդավարական գործընթաց տեղի ունենա եւ անդիմադիր պատգամավորները նամակ չգրեն եւ համազեկուցողներին եւ այլ պաշտոնյաներին եւ այլ միջազգային կառույցներին, բայց մենք եթերից առաջ ենք դրա մասին խոսում, որպեսզի ակնհայտ լինի, հա։ Սեփազան պայքարի ժամանակ հունիսի 12-ին, երբ ոստիկանական բռնություն կիրառվեց խաղաղ ցուցարարների նկատմամբ, լուսաձայնային նռնակներ նետվեցին եւ այլն եւ այլն եւ այլն։ Դրանից անմիջապես հետո մենք նամակ ուղարկեցինք համազեկուցողներին Հայաստանի հարցով, դա Հայաստանի մոնիտորինգի տակ երկիր է, մանրամասն փաստերով, վիդեոներով, հղումներով, տեղը-տեղին։ Ու ես սպասում էի, թե այդ միջանկյալ զեկույց կոչվածը ինչ տեսք է ունենալու։ Ես գրեթե բառացիկը մեջ բերեմ։ Թեպետ լավ չի, որ տեղի է ունեցել ոստիկանական բռնություն եւ այլն եւ այլն եւ այլն հունիսի 12-ին, բայց օրինակ 2008 թվականի մարտի 1-ին 10 հոգի մարդ է մահացել։ Հասկանում եք, չկա աշխարհում որևէ մեկը, որը պիտի գա ու մեզ բացատրի, որ մարտի 1-ը մեր պատմության սևեջ է, 10 մարդ է մահացել։ Դա այդտեղ քննարկելու բան առանձնապես չկա։ Բայց դուք մոտավորապես պատկերացնում եք, որ միջազգային կառույցի զեկույցը այդպիսի լինի, որ հա, այդ օրը բռնի ուժ կիրառվել է, բայց այ մարտի 1-ին 10 հոգի մարդ է մահացել։ Ես կարծում եմ, ես առնվազն տողատակով պատասխանեցի ձեր հարցին։ Այս փաստերը չեն հայտնվում միջազգային կառույցների զեկույցներում բացարձակ ոչ այն պատճառով, որ ընդդիմադիր պատգամավորները կամ իրավապաշտպան կազմակերպությունները, որոնք շատ ավելի քիչ են մնացել, բայց կան եւ նամակներ են գրում, այդ պատճառով չի, որ նամակները չեն գրվում կամ իրենց տեղյակ չեն պահում։ Պատճառը երևի աշխարհաքաղաքական շահերն են։
Եվ հետեւաբար քանի կան աշխարհակաղակական շահեր, ես շատ լավ հասկանում ինչի մասին եք ասում, եւ նաեւ կա արևմուտքի կամ լռելիային կամ այդքան էլ ոչ լռելիային աջակցությունն այս իշխանություններին, հետեւաբար ինչպիսին են ձեր շանսերը ընդդիմության։ Եթե այդպիսի բավականին լուրջ, սոլիդ տանիք ունենա ճակերտավոր իշխանությունները։ Գիտեք, ես բացարձակ երասկոտ չեմ ուզում թվալ եւ ասել, գիտեք, ինչ կապ չունի։ Իհարկե կապ ունի ամեն ինչ էլ։ Բայց ես ամի անգամ փողոցային պայքարի ժամանակ հարթակից եմ հնչեցրել։ Ինձ իմ սեփական երկրում քաղաքական աղբը թափելու համար ոչ օքեյ անհրաժեշտ, ոչ դաբրո։ Ես համարում եմ, որ փողոցային պայքարը եւ ընդդիմադիր գործիչները, մեր հայրենասեր պայքարի ընկերները պիտի շարժվենք հետեւյալ տրամաբանությամբ։ Մենք մեր գործը մեր պարտքը անենք։ Այն պահից սկսած, երբ որ շարժումը իրենից ներկայացնի այնպիսի գործոն, որ իր հետ սկսեն հաշվի նստել նաև աշխարհակաղակական դերակատարները, ընդ որում սա այտենց ոչ մի արտառոց բան չկա։ Շատ նորմալ է, երբ որ աշխարհը տեսնում է, որ երկրում տեղի է ունենում փողոցային պայքար, հզորանում է շարժում, ու ինչ որ պահի բնականաբար բոլոր դերակատարները այս կամ այն ֆորմատով կամ դա կարող է լինել միջազգային լրատվականների հետ ասուլիսի ժամանակ, դա կարող է լինել հանդիպման ֆորմատով, սկսեն հարցնել։ Օրինակ, իսկ եթե դուք գաք իշխանության, դուք այս հարցին ո՞նց եք նայում։ Այս հարցին ո՞նց եք նայում։ Դա շատ նորմալ process է, կանխատեսելիություն ապահովելու համար, որովհետև հասկանում եք, մնացած աշխարհի մնացած երկրները, որտեղ կա նորմալ իշխանություն, իրենք իրենց արտաքին քաղաքականությունը մշակում են տարբեր սցենարների համար, իրենց համար այս կամ այն աշխարհակաղակական առաջնորդի WhatsApp-ի հեռախոսահամարը ես ինքս իմ ուղեղը վիրավորվում է այդ ամեն ինչը ասելուց, բայց դա ինչ արած։ Էդ է մեր այսօրվա ներքաղաքական անցուդարձը։ WhatsApp-ի հեռախոսի համարով չեն ապահովում իրենց անվտանգային երաշխիքները։ Նախատեսում են մի քանի սցենարներ։ Եվ հենց այդ միջոցառումների տրամաբանության մեջ, հիմա եթե ես ամեն ինչը շատ կարճացնեմ, եթե մենք մեր գործը անենք, աշխարհը դրա հետ հաշվի կնստի։ Մենք սահուն անցանք պայքարի արդյունավետությանը, տեսեք վերջին 4-5 տարվա ընթացքում մի քանի այսպես փուլեր եղել են, մի քանի խոշոր շարժումներ են եղել, սակայն ամեն անգամ դրանք վերջին հաշվով հաջողության չեն պսակվել։ Ի վերջո որն է, ես գիտեմ, որ այս թեման բազմիցս շոշափվել է, նաև դուք եք շատ արտահայտվել։ Ի վերջո որն է խնդիրը, որն է պատճառը։ Այ այնքան շատ են դրանք։ Օրինակ, ես ասեմ պատճառներից մեկը ըստ իս մինչև հիմա չեք կարծում, որ օրինակ ընդդիմությունը իդեմս թե հանրապետական կուսակցություն, թե այլ քաղաքական ուժերի անուններ չտամ, ամեն դեպքում նրանք դեռ չեն կարողացել մշակել հանրության հետ կոմունիկացվելու այն մոդելը, որը շատ հաջողությամբ կարողանում է կիրառել գործող իշխանությունը։ Մետրոն նստելով, հասարակ մարդկանց հետ շփվելով, ցույց տալով ամեն պահի, որ նա նրանցից մեկն է։ Ձեր պարագայում կարծես թե այդ սուբորդինացիան կա, ինչ-ինչ պատճառով, եւ մինչեւ հիմա չեք կարողանում դեռ եւ հաղթահարել այդ երկու հիմնական ուղղությամբ պատասխանել ձեր հարցին, էլի։ Առաջինը այդ մետրո եւ այլն, ես դա համարում եմ շատ էժան պոպուլիզմ, որտեղ դե ամեն օր չի գնում։ Համաձայն եմ, բայց դա աշխատում է։ Ես հասկացել եմ հարցը, հասկացել եմ։ Ասածս հետեւյալն է. գուցե մենք դա չենք անում, բայց մեզանից մեկն էի տրամաբանության մեջ ես չպիտի մետրո նստեմ, որպեսզի մեր հայրենակիցներին ցույց տամ, որ երբ որ փողոցային պայքար է ու երբ որ սկսում է ոստիկանության բռնություն կամ երբ որ կիրառվում են նռնակներ, թե 22 թվականին եւ թե սրբազան պայքարի ժամանակ հանրապետականը միշտ ամենավտանգավոր կետում է կանգնած։ Գուցե մենք մետրո նստելու կադրեր ցույց չենք տալիս, թեպետ շատերս նստում ենք, բայց այն որ մենք միասին ենք այդ պայքարի մեջ, այդտեղ ապացուցելու բան չկա։ Ուստի նորից եմ ասում, ես հասկանում եմ ձեր ասածը, գուցե, բայց այնուամենայնիվ մենք այստեղ դա ցույց ենք տալիս, երբ որ վրանային ճամբարում բոլորը նախկին ԱԺ-նախագահներ, նախարարներ, պատգամավորներ, բարձրաստիճան պաշտոնյաներ, ասեմ երրորդ նախագահը, բոլոր ցուցարարների հետ հավասար անց էին կացնում դիմադրության պայքարի ժամանակ
այդ օրերը վրանային ճամբարում։ Այս առաջին փուլը։ Բայց ձեր ասած հարցին ես մի շերտ էլ կավելացնեի։ Այնպես է ստացվել, որ Հայաստանի Հանրապետության ընդդիմությունը առնվազն խորհրդարանական, ես հանրապետականի անունից խոսելու իրավունք ունեմ։ Դա նոնսենս է իմիջիալոց, աշխարհում տենց ես ուրիշ դեպք չգիտեմ։ Ավելի պետականամետ է, քան իշխանությունը։ Հասկանում եք, երբ որ ես դիեթերով խոսում եմ, ես ամեն դեպքում խոսքերս չափավորում եմ հաշվի առնելով, որ ես ազգային ժողովի պատգամավոր եմ։ Ու իմ ասածը կարող է Ադրբեջանում, Վրաստանում, Ռուսաստանում, Եվրոպայում, Ամերիկայում ընկալվել եւ մեկնաբանվել ի վնաս իմ երկրի։ Բայց ի տարբերություն դրան կա մի մարդ, որը Հայաստանի կառավարիչն է այսօրվա Նիկոլ Փաշինյանը, որ կարող է ամբողջ մեր երկիրը հանի ագրեսոր բոլոր մարդկանց, ովքեր իրենց պարտք հայրենիքին, զինվորական ժամկետային ծառայությունը անց են կացրել Լեռնային Ղարաբաղում, ԲԲ-ում, ներառյալ իր որդուն, հանի տերորիստ։ Ախր դուք պատկերացնում եք ինչքան միջազգային, մենակ խնդրում չասի էլի, որ բանով այդ պայմանագրով ֆիքսած է, որ միջազգային հայտեր չի լինելու, դա հայցեր դատարաններում չի լինելու, դա հեքիաթ է։ Բայց դուք պատկերացնում եք ինչքան հայցեր կարող են գալ, հատառհատ, անվանական, այդ դիսկուրսը, որ ասում են, իսկ կարող է Նիկոլ Փաշինյանը երեք նախագահներին եւ մեր հրամանատարներին արտահանձնի Ադրբեջան, բայց ինչի միայն իրենց։ Լեռնային Ղարաբաղում ծառայած ցանկացած քաղաքացու։ Հասկանում եք, դա ահավոր է, որ ընդդիմության ներկայացուցիչը իր խոսքերը ավելի զգուշ եւ չափավոր է կառուցում, քան Հայաստանի կառավարիչը, որը նենց բան է ասում, որով իր արտաքին գործերի նախարարին մակում հակադարձում են։ Եւ նաեւ այսպեսի մի խնդիր կա։ Խոսքը 23 թվականին Խոսքը 23 թվականին, այո, երբ որ ինքը ասաց, որ որևէ էթնիկ զտում, որևէ գենոցիդալ գործողություն, ցեղասպանական գործողություն չկա։ Հասկանում եք, դուք չեք պատկերացնում, թե անձամբ ինձ ու ես գիտեմ, որ իմ մյուս գործընկերներին էլ ընդդիմադիր ինչքան դժվար է բողոքել Հայաստանում տեղի ունեցող որևէ հակաժողովրդավարական գործընթացից միջազգային հյուրերին, մեր գործընկերներին։ Բայց այլ տարբերակ չկա, որովհետև քաղբանտարկյալները, ոստիկանական բռնությունները, այս ամենը հասել է այն ծավալին, որ եթե Փաշինյանի դեմը չառնեն, ուղղակի ձևավորվելու է, եթե արդեն չի ձևավորվել, մի նոր փոքրիկ դիկտատոր, որը ինչ ուզում անում է։ Միջալոց վերջերս մի գաղափար առաջ քաշեց կառավարության ղեկավարը, ասաց, որ ազգային ժողովում ելույթ ունենալով, ասաց, որ կուսակցությունների ֆինանսավորման թափանցիկության խնդիրների առկայության պարագայում նույնիսկ կարող են դիտարկել դրանց ընտրություններին, այդ կուսակցություն ընտրություններին թողնել չթողնելու հարցը։ Այստեղ ինչ միտում եք տեսնում, հնարավոր է արդյոք ընտրություններից ամիսներ առաջ, չնայած էլի մի քանի ամիս է մնացել, լուրջ փոփոխություններ լինեն։ Էլի մի քիչ երկար պատասխանեմ, խնդրում եմ նել։ Նախ ձեր հարցին, եթե կարճ, ամեն ինչ հնարավոր Փաշինյանի դեպքում։ Ամեն ինչ, հասկանում եք, եթե Սամվել Կարապետյանը 19 վայրկյանոց վիդեոյի համար նստած է, Աճապահյանը աբսուրդային պատճառով բացարձակ կապ չունեցող իրավունքի հետ նստած է եւ քաղբանտարկյալ է, Բագրատ Սրբազանը եւ մեր մյուս ընկերները Արտուր Սարգսյանը, Դավիթ Գալստյան, Տիգրանը, Իգորը, Լիդիան, բոլորը բացարձակ հորինած մոնտաժի արդյունքում են նստած անազատության մեջ եւ բոլորն էլ քաղբանտարկյալ են։ Երբ մեր կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը բացարձակ աբսուրդային գործով եւ անազատության մեջ էր եւ հետո էլ տնային կալանքում, հիմա էլ սահմանափակումներ ունի։ Այս բանով, հա, այսպես ասած, բագաժով ամեն ինչ հնարավոր է։ Մի բան էլ ավելացնեմ, ինքը մի հրաշագեղ օրինագիծ չէ, մտցրեց ընտրական օրենսգիրքում փոփոխություն արեց, որ փաստացի ընտրությունների ավարտից հետո հաշվարկի փուլում արտակարգ դրության կամ պատերազմական դրության հայտարարվելու պարագայում ընտրությունները չեղարկվում են։ Դա հասկանում եք, դրա համար իրավաբան կամ քաղաքական գործիչ լինել պետք չէ որ հասկանալ որ դա սխալ է։ Հաշվարկի փուլում ի՞նչ կապ ունի արտակարգ դրությունը, պատերազմականը եւ այլն։ Այսինքն կարճ պատասխան այո հնարավոր է։
Mən երկար պատասխան։ Կամ մի բան, որի վրա ես անverջ զարմանալու եմ ԿՊ-ի եւ Փաշինյանի դեպքում։ Դա ամոթի բացակայությունն է։ Հասկանում եք, հանձնել Արցախը ու հետո վեր կանալ ասել Արցախը վաղուց հանձնված էր։ Կամ երբ որ հետաքննող լրագրողները բացահայտում են, որ բաների նվիրատվությունների մեջ խնդրեմ կա, մարդիկ միլիոններով փող են տվել, բայց իրանք, ասենք, իրանք եկամուտ ամսական 60,000 դրամ է, մարդիկ միլիոններով փող են տվել ԿՊ-ին, զանգում են այդ մարդկանց, ասում են խաբար չենք, եւ այլն եւ այլն եւ այլն։ Այս ամենը երբ որ հետաքննող լրագրողները բացահայտում են, այս հրաշքները կանգնում են ասում են, բայ, տենց թափանցիկ կուսակցություն եք մենք որ չասեինք դուք չեք իմանա։ Նախ դուք չեք ասել, հետաքննող լրագրողներն են բարձր։ 1, երկրորդը, բայց ով ասեց, որ դրանից այդ հանցագործությունը դադարում է հանցագործություն լինել։ Դե նրանք ասում են մեզ 21 թվականին ժողովուրդը ձայն է տվել։ Եթե ձեր չի տալիս, եթե մենք թալանչի ենք, գող ենք, թող մեզ չընտրեք։ Կետա ու շատ կարևոր։ Մի կողմ թողենք թե 21 ընտրությունները, ոնց են կազմակերպված եղել խախտումները, վարչական ռեսուրսը դա առանցի։ Իդեպ այստեղ մենք էլի գալիս ենք նորվա կոմունիկացվելու խնդրին կարծեմ։ Այո, իհարկե գալիս ենք։ Բայց այդտեղ ախր գալու բան չկա, հասկանում եք, երբ որ միջազգային դիտորդների հետ հանդիպումների ժամանակ մենք ասում ենք, ժողովուրդ, դա նորմալ է, չակուճն առած 100 մեքենայով, 100, բառից բուն իմաստով 100 մեքենայից կորտեժով գնում է քարոզարշավի, դա նորմալ է։ Համեմատության համար հանրապետականի ժամանակ երբ որ նախագահ Սարգսյանի կորտեժի պետական կորտեժի մեքենաների թիվը 1-ով փոփոխվում էր, 1-ով, ու ես սա չեմ չափազանցնում։ Մի քանի դեսպանատուն դրա հետ կապված հայտարարություններ տարածում կամ նամակ էր գրում։ 1 մեքենայով։ Վերադառնալով ընտրություններին։ Մի կողմ թողնելով թե այդ ընտրությունները ոնց են անցկացվել։ Մետեկի վերհիշենք Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, որոնց խաբել է Փաշինյանը, ինչին են գնացել ձայն տվել։ Բացում ենք իրենց նախընտրական ծրագիրը, որ հետո դարավ կառավարության ծրագիր, այնտեղ գրած է. մենք դեօկուպացնելու ենք Հադրութը եւ Շուշին, իսկ Ղարաբաղյան հակամարտությունը լուծելու ենք 3 հիմնարար սկզբունքի եւ անջատում հանուն փրկության բանաձևի տրամաբանության մեջ։ Ձեր եք առնում ժողովուրդ։ Հələ տենամ այդ չակուճն առած, որ ընկներ մարզերը ու ասեր ժողովուրդ, ես գնում եմ Ղարաբաղը հանձնեմ, 140,000 մարդ է գալու Հայաստան տնավեր, գերեզմանները այնտեղ թողած, եկեք ինձ ձայն տվեք, տենամ քանի ձայներ ստանալ։ Ու հասկանում եք, սա բան չի էլի 300 դբրոց խոստանալ եւ 50 կառուցել չի, սա անկյունակարային մոտեցում է, այսինքն դու ասել ես, որ դու գալիս ես դա անելու, քեզ մարդիկ այդ թվում դրա համար ձայն են տվել։ Ու դու հիմա կանգնում ասում ես, գիտես ինչ, իմ նախընտրական ծրագրի մեջ այսինչ էջում միտե գրած է, որ ես խաղաղություն եմ կառուցել։ Ես այս օրինակը մի անգամ բերեցի վերջերս ազգային ժողովում։ Այդ նույնն է, որ ես վեր կանամ կամ մեկը վեր կանա, ասի, ես խոստանում եմ այս տարի շատ լավ եմ աշխատելու, լիքը աշխատելու եմ, լավ աշխատավարձ եմ ունենալու եւ գնելու եմ ամենանոր iPhone-ը։ 4 ամիս հետո ինքը գա այդ նոր գազարագույն iPhone-ը ձեռքին ու առանց երիկամի ու ասի որ դե ես խոստացել էի iPhone առնել, ես չէի ասել թե դա ոնց եմ անելու։ Սա բացատրում է այդ իր իբր ստացած լեգիտիմությունը 21-ին, որը բացարձակ խաբեություն է։ Մարդիկ չեն տվել իրեն ձայն, որ ինքը գնա Արցախ հանձնի։ Ձեր կարծիքով առաջիկա ընտրություններում ինչ այսպես know-how կիրառի վերարտադրվելու համար։ Ամեն ինչ։ Ունեք սցենարներ ու ամեն ըստ յուրաքանչյուր սցենարի ձեր եկեք նախ ասեմ, որ հանրապետական կուսակցությունը ընտրությունների պատրաստման եւ ընտրությունների ժամանակ Փաշինյանին դեմն առնելու քննարկումներ դեռ չունի, մենք մինչեւ այդ իմպիչմենտի օրակարգ ունենք եւ փորձում ենք Բայց մի քանի ամիս է մնացել ընդամենը։ Ուզում եմ մի քանի ժամ մնացած լինի։ Ուզում ենք իշխանափոխություն իրականացնել մինչ այդ, որովհետեւ ոչ մեկ երաշխիք չունի, թե ինքը մինչեւ այդ ինչ կարող է անել։ Հիմա գալիս եմ ձեր հարցին։ Վաշինգտոնյան հանդիպումից 3 կողմերը, չնայած ամերիկան կողմ չէր, բայց համենայնիվ ներկա 3 անձինք յուրաքանչյուրը իր համար մի բան ստացավ։ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ ստացավ Ամերիկայի համար աշխարհաքաղաքական կարևորագույն ձեռքբերումներ, հա, չբացատրեմ թե ինչ տեսանկյունից։ Ստացավ իր անձնական քաղաքական Նոբելյան մրցանակի տրամաբանությունը։ Ադրբեջանի նախագահ Ալիևը ստացավ այն ամենը, ինչ ուզում էր իր երկրի համար, ամենը, ուղղակի ամենը։ Իսկ Փաշինյանը
ոչ թե Հայաստանի համար ստացավ ինչ որ ուզում էր, այլ իր համար ստացավ ինչ ուզում էր։ Այսինքն ստացավ լուսանկար նախագահ Թրամփի հետ եւ մի փաստաթուղթ Ալիևի ավտոգրաֆ եմ ես դրա անունը դրել։ Այդ Ալիևի ավտոգրաֆը իրան պետք էր վերընտրվելու համար։ Հիմա մենք երաշխիք չունենք, որ ինքը նմանօրինակ բաներ չի անում։ Ինքը օգտագործելու է, եթե դրանից շուտ լինի եվրոպական քաղաքական համայնքի հավաքը, ինքը անդադար փորձելու է հեքիաթներ կառուցի ու իբր խաղաղություն աբերե եւ դրանից շուտ է լինելու, մի ամիս շուտ է լինելու։ Այո, ամեն ինչ անելու է։ Բնականաբար այդ հատիկ առ հատիկի հեքիաթներն է գնալու, ինքը բան անելու էլի միջակուջ առնելու է, ասի որ հեսա ամեն ինչը հետա բերելու, ինչ որ 5 Range Rover-ներ կբերի եւ այլն եւ այլն։ Այդ ամենը ինքը անելու է։ Ու հենց այդ տրամաբանության մեջ ենք մենք մեր գործընկերներին բացատրում, որ մինչև ընտրությունը մենք ունենք չօգտագործած գործիք, այդ գործիքի անունն է impeachment։ Գիտեք, շատ հաճախ ինձ ասում են հիասթափություն կլինի, եթե չստացվի եւ այլն եւ այլն եւ այլն։ Նախ, մինչ օրս տեղի ունեցած բոլոր փողոցային շարժումներից ձախողում բառ չեմ ուզում ասել, օգտագործել, բայց դա հիմնական նպատակին չեն հասել։ Ինչ որ նպատակներ գրանցել են, բայց հիմնականը չեն հասել։ Ամեն հաջորդը ավելի մարդաշատ էր լինում, 1։ Եվ երկրորդ, ես շատ ավելի ազնիվ կնայեմ իմ պայքարի քույրերի եւ եղբայրների Հայաստանի Հանրապետության քաղաքացիների աչքերի մեջ, երբ որ ասեմ, գիտեք ինչ, ես եւ մեր քաղաքական ուժը ամեն ինչ փորձեցինք։ Ինձ թվում է դա ավելի ազնիվ է, քան ասել չէ դժվար ստացվի ու չփորձել։ Այնպես որ ընտրությունների մասին մենք դեռևս քննարկում չունենք, մենք համարում ենք, որ impeachment-ով հնարավոր է եւ անհրաժեշտ է բոլորի կոնսոլիդացիան եւ վերջին լսումները ցույց տվեցին, որ այն առկա է ու տենց ձեռքերը վեր պարզել ասել, դա գիտեք ինչ սա դժվար է, եկեք սա չանենք, դա հանրապետականի համար մոտեցում չի։ Շնորհակալ եմ, պարոն Ամջանյան, սպասենք հետագա process-ներին։ Եթերում հիմնահարցներ, կհանդիպենք։